Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսենք շատ կարևոր հարցի մասին, եւ դա Ուկրաինայում շարունակվող իրադարձություններն են, հատկապես նկատի ունեմ Ուկրաինայի ռազմական գործողությունները Ռուսաստանի ուղղությամբ, այսինքն այն հարվածները։ Մենք օրերս ձեր հետ քննարկել ենք նաև այս հարցը մի փոքր ուրիշ տրամաբանությամբ 11 օր առաջ, ավելի կոնկրետ որ լինեմ, իրականում շատ ժամանակ է անցել այդ 11 օրից հետո եւ գիտեք որ ամբողջությամբ զբաղված էի նաեւ ներքաղաքական իրավիճակով Հայաստանում ընտրություններով, բայց շատ անկեղծ եւ ուղիղ ձեզ կասեմ, որ բոլոր իմ նաեւ ներքաղաքական մոտեցումները միշտ ելնում են արտաքին քաղաքական բաղադրիչը մանրամասն հաշվի առնելով։ Հենց այդպես է նաեւ համոզված եմ վարվում եւ պետք է վարվի իշխանությունը եւ կառավարությունը, որովհետեւ գոյություն ունի արտաքին հետախուզության ծառայություն, որի պատասխանատվությունը հենց առաջի հերթին հանրային տվյալները ուսումնասիրելն է, այնինչ մենք ձեր հետ միասին փորձում ենք շատ սահմանափակ իհարկե համեմատ այդպիսի կառույցի հետ, բայց անել, հետևել բոլոր զարգացումներին եւ այդտեղից հիմնելով մենք փաստացի ճիշտ գնահատականներ տանք իրավիճակին, ընդ որում նաեւ որոշումները, որը կայացնում են, կլինի դա Հայաստանի ուղղությամբ, թե նաեւ Վրաստանում որոշումները, այդ ամենը պետք է լինի անմիջապես փոխկապակցված արտաքին քաղաքական բաղադրիչի հետ։ Ասեմ ձեզ նաև, որ ես 2 օր առաջ պատրաստել էի նաև հատուկ քարտեզի վրա միայն ալիքի անդամների համար, հատուկ անդամակցության միջոցով, այստեղ YouTube-ում կամ Patreon-ում քարտեզի վրա վերլուծություն այս հարվածների մասին, դուք կարող եք դիտել այդ վերլուծությունը հենց հեշտությամբ անդամակցելով կամ YouTube-ում միանալ join կոճակի միջոցով, կամ Patreon-ում, ում համար դա հասանելի չէ, որովհետև Հայաստանից խոսքին դա հասանելի չէ, բայց Ամերիկայից, Եվրոպայից դա հասանելի է։ Բացի դրանից հիշեցնեմ, որ շատ կարևոր է ձեր լայքելը եւ ձեր համար դա բարդ չէ, գուցե հիմա դա հենց անեք մի կոճակ սեղմելով, բայց դա կարևոր է իմ եւ մեր գործունեության հետագա զարգացման համար, մեկնաբանություններ գրեք, բաժանորդագրվեք, տարածեք նաեւ այս տեղեկատվությունը եւ անցնենք արդեն այսօրվա մեր շատ կարևոր ուսումնասիրությանը, որովհետև այն լինելու է կապված վերջի մեկ շաբաթվա մեջ տեղի ունեցած տարբեր հարվածներին եւ գործողություններին, որը անմիջապես նաեւ մեզ տալիս է հնարավորություն խոսել թե ինչ իրավիճակում է գտնվում Ռուսաստանի Դաշնությունը, ինչ հնարավորություններ ունի, ինչ վտանգների առջև է գտնվում, եւ այդ ամենից շատ ուղիղ ասեմ, եզրակացություններ անենք ի նպաստ Հայաստանի պետական շահերի, թե ինչ քաղաքականություն Հայաստանը պետք է վարի, այդ թվում հենց այս տեղեկատվությունը հիմք դնելով, ինչպես նաեւ երեկվա մեր ուղիղ եթերը, որը վերաբերվում էր Թուրքիայի ազդեցող աճող ազդեցությանը արևելյան միջերկրական ծովում, աշխարհակաղակական զարգացումներին, մերձավոր արևելքում, այդ ամենի համատեքստում է, որ ես ունեմ նաեւ հստակ գնահատական, թե ինչպեսի քաղաքականություն արտաքին եւ ներքին Հայաստանը պետք է վարի, եւ այս պայծրությամբ ամենամոտ իմ այս գաղափարներին, իմ տեսլականին գտնվում է իրոք քաղաքացիական պայմանագիրը վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ, շատ մոտ է այն մոտեցումներին, որը ես համարում եմ հատկապես արտաքին քաղաքական բաղադրիչում, ներքինը կողքի դնենք, արտաքին քաղաքական բաղադրիչում շատ մոտ է նրան, ինչ ես համարում եմ, որ այո բխում է Հայաստանի պետական շահերից։ Սկսենք ուրեմն նրանից, որ հունիսի 7-ին, արեք վերջի մեկ շաբաթվա ընթացքում տեսնենք, Ուկրաինան հարված է հասցրել Չոնգարի կամրջի ուղղությամբ, հարված է հասցրել FP2 ԱԹՍ-ների եւ Բեհեմոտ նաեւ ԱԹՍ-ների միջոցով, եւ որի հետևանքով խոցել է Չոնգարի կամուրջը, որը կապում է Ռուսաստանը ցամաքով օկուպացված տարածքով Ղրիմի հետ։ Չոնգարի կամուրջը Ղրիմի հետ կապող 3 ճանապարհներից մեկն է, մյուս ճանապարհը ուրեմն գիտեք, որ Ղրիմի կամուրջն է, եւ Ղրիմի կամուրջը բավականին երկար ժամանակ առաջ խոցել էին ուկրաինացիք, որից հետո այդտեղ բեռնատար մեքենաներ թույլ չեն տալի, որ անցնեն, ուրեմն եւ շատ միայն թեթև մեքենաներն են անցնում, որը Ղրիմի կամուրջի գործունեությունը լուրջ խափանել է։
Եվ զուգահեռ դրա մենք տեսնում ենք ձեր հետ միասին, որ Ուկրաինան հարվածներ է հասցնում արդեն, ինչպես ասացի, հունիսի 7-ին Չոնգարի կամուրջին, որը եւս մեկ գլխավոր ուղղությունն է ցամաքով Ղրիմի հետ կապի։ Սա բերել է իհարկե այստեղ տեղաշարժի սահմանափակմանը, Չոնգարի կամուրջը ինչպես երկաթուղային է, այդպես էլ ուրեմն մեքենաների համար, եւ պետք է ասենք, որ M04-ը, M14-ը նաև կարելի է ասել այս պայծրությամբ լուրջ խնդիրների տակ են գտնվում, որովհետև ամբողջ այդ ճանապարհը, որը անցնում է Ռուսաստանի տարածքից դեպի Ղրիմ ցամաքով, նկատի ունեմ Բերդյանսկը, Մարիուպոլը, այդ հատվածները ուկրաինացիք շարունակում են ԱԹՍ-ների շնորհիվ հարվածներ հասցնել այդ կոնկրետ ճանապարհին եւ խոցել այդ ճանապարհի վրա հատկապես վառելիք տեղափոխող ուրեմն մեքենաներին, իրանք ձևավորել են արհեստական բանականության միջոցով ԱԹՍ-ներ, որոնք կարողանում են խոցել հենց վառելիքի մեքենաները, այսինքն տեսնել աչքերով, այսպես ասեմ, տեսախցիկներով առանց կապի ուկրաինական ուժերի հետ, այսինքն արհեստական բանականություն է անում, գտնել, որովհետև եթե կապ լինի, կապը կարելի է խափանել եւ դրանից հետո ԱԹՍ-ն չի գործում, ԱԹՍ-ն արհեստական բանականության շնորհիվ ինքն է առանձին անկախ ֆիքսում այդ ամենը եւ հարվածներ հասցնում։ Սա շատ կարեւոր է, սա շատ հետաքրքիր տեխնոլոգիա է եւ ես ուզում եմ ասեմ, որ հայկական ռազմարդյունաբերության համար շատ կարեւոր կլիներ եւ ես հիմա որևէ պաշտոն զբաղեցնելու պարագայում իհարկե հրաման կտայի, որ հայկական արդյունաբերությունը փորձը հավաքի հենց ուկրաինական պատերազմի, համոզված եմ դա նաև արվում է, բայց կոնկրետ հրամանս կվերաբերվեր նրան, որ մենք նաև ձևավորենք ոչ միայն FPV դրոններ, այլ ոչ միայն GPS համակարգ օգտագործող դրոններ, այլ արհեստական բանականության միջոցով դրոններ, հատկապես կարևոր է, որ արհեստական բանականությունը լինի հայկական արտադրության, որ որևէ պետությունից կախվածություն չլինի, եւ այդպիսի ԱԹՍ-ները կարող են իրոք լավ պատրաստ լինել պատերազմի համար, որովհետեւ պատերազմի դեպքում, եթե ԱԹՍ-ն կարող է ինքնուրույն առանց կապի զինտեխնիկան ֆիքսել եւ գնալ զինտեխնիկային հարվածել եւ դա կարող է լինել տասնյակ կիլոմետրերում սահմանից, ապա համարեք, որ մենք արդեն լրջագույն հրետանու նաև փոխող եւ հրետանուց ինչ որ տեղեր ավելի ակտիվ եւ ավելի հաջողակ, շատ կարեւոր զինամիջոց ունենք, որը կարող է հակառակորդի լայնածավալ հարձակումը եւ ոչ միայն լայնածավալ, նույնիսկ փոքր հարձակումը կանխել։ Ուստի այս է պատճառը, որ ես սա հիմա ընդգծեցի։ Հունիսի 9-ին, 2 օր անց, մինչև ռուսները փորձում են վերականգնել Չոնգարի կամուրջը, ուկրաինացիք սպասեցին մի քիչ վերականգնեն ռուսները Չոնգարի կամուրջը եւ հարվածեցին նորից։ Ռուսաստանի կողմից Խերսոնում Վլադիմիր Սալդոն նշանակված ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական հարվածից հետո նորից փակվել է ճանապարհը եւ դա երկրորդ հարվածն էր, ինչպես ես արդեն ասացի, եւ հաջորդ բոլոր մեքենաները ստիպված էին գնալ Արմյանսկի ճանապարհով, հարգելիներ, երրորդ ճանապարհը Ղրիմի կամուրջի եւ Չոնգարից այն կողմ, դա երրորդ եւ վերջին։ Դա Արմյանսկն է, որ պատկերացնեք, դա Ղրիմ մուտքն է հյուսիս-արևմուտքից, իսկ Չոնգարը հյուսիս-արևելքից։ Եվ դրանից հետո արդեն ուկրաինացի հունիսի 9-ին Ռոբերտ Բրովդին, ուկրաինական ԱԹՍ զորքերի հրամանատարը, եւ դա շատ հետաքրքիր է, ես կարծում եմ եւ հուսով եմ, որ Հայաստանն էլ կունենա առանձին ԱԹՍ զորքերի հրամանատար կամ գուցե արդեն ունի, որ ուրեմն Բրովդին հայտարարել է, որ 2 շաբաթվա ընթացքում շարժը Ռուսաստանից միջև Ղրիմ իջել է 70%-ով։ Կոնկրետ 3800 մեքենայից իջել է մինչև 1100 մեքենա եւ Բրովդին նշել է, որ ուկրաինական կողմը գիտի բոլոր ճանապարհները, այդ թվում երկրորդական նշանակություն ունեցող, որովհետեւ այն ճանապարհները, որը ես նշեցի, դա գլխավոր ճանապարհներն են, իհարկե կան ինչ-ինչ ուրիշ նաեւ երկրորդական ճանապարհներ։ Հունիսի 10-ին Գենիչիսկի եւ Արաբատի հատվածում նորից հարված են ուկրաինական զորքերը հասցնում եւ
միայն փաստացի փակում են եւ միայն Արմյանսկի հնարավորությունն են թողնում։ Այսինքն դա երկրորդական ճանապարհն էր, որը այդքան չէր օգտագործվում, բայց երբ հարվածեցին Չոնգարի կամուրջին, ստիպված եղավ Գենիչիսկի եւ Արաբատի հատվածում սկսել շարժը եւ ուկրաինացիք նաեւ այդտեղ հարված հասցրեցին։ Ռուսաստանը այդտեղ Չոնգարի կողքը ստեղծեց ժամանակավոր կամուրջ, իսկ Ղրիմի իշխանությունները ստիպված էին, որ սահմանափակեին արդեն շարժը այդտեղ։ Եվ հունիսի 11-ին մենք արդեն տեսնում ենք, որ OSINT աղբյուրները հայտնում են, որ Արմյանսկի եւ Կրասնոպերեկոպսկի ուղղությամբ տեղի ունեցավ մեծ հարվածներ եւ պայթյուններ։ ՌԲԿ Ուկրաինան գրում է, որ այդտեղ երկու կամուրջ են հարվածել, ընդ որում ավելի շատ են հարվածել, բայց երկու կամուրջը արդեն տուժել է լուրջ, խոցվել է եւ բեռնատար մեքենաները վառելիքով այդտեղ այրվում էին եւ փաստացի բոլոր ճանապարհները դեպի Ղրիմ մուտքի ելքի այս պայծրությամբ փակ է կամ կիսափակ է առնվազն։ Բենզինի դեֆիցիտ։ Սա ուկրաինական հարվածների հետևանքով կամուրջներին եւ նավթի ենթակառուցվածքներին Ղրիմում սկսվել է այսպիսի քրոնիկ բենզինի դեֆիցիտ։ Եվ Սևաստոպոլի ղեկավարներից մեկը Միխայել Ռազվոժաևը հայտարարել է հունիսի 6-ին, որ սահմանափակում է QR կոդերով կտրոններով այսպես բենզինի գնումը եւ միայն 20 լիտր բենզին են վաճառելու 1 հոգու համար շաբաթը, հարգելի հայրենակիցներ։ Հունիսի 11-ին Reuters-ը հայտարարել է, որ Սևաստոպոլում եւ Եվպատորիայում առհասարակ վառելիք չկա, միայն 1 վառելիքով լի ուրեմն այդպիսի կայան է գործում այս պահի դրությամբ։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ներմուծել վառելիք ճանապարհները խոցելու պատճառով։ Հարվածների պատճառով նաև կամուրջներին Ղրիմում ստեղծվել է լրջագույն խնդիր տեղաշարժի առումով, մարդկանց, ինչպես երկաթուղով, այդպես էլ ավտոբուսների շնորհիվ եւ այլն։ Ուստի տեղաշարժն էլ Ղրիմից շատ լուրջ խափանված է։ Բացի դրանից Ուկրաինան ռազմավարական հարվածները շարունակում է կայացնել հարավային Ռուսաստանի հատվածում։ Ուկրաինական գենշտաբը հունիսի 8-ին հայտարարեց, որ ԱԹՍ-ների շնորհիվ հարվածել է Գրուշովա Բալկա նավթաբազային, ուրեմն Նովորոսիսկում, որի հետևանքով երկու պահեստը խոցվել է եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ 1.4 միլիոն խորանարդ մետր այդտեղ նավթ եւ նավթամթերք կարող է գտնվել։ Միևնույն ժամանակ խոցվել է նավթի կետ, այսպիսի Կրասնի Յար Վոլգոգրադի շրջանում, որտեղ որ 50,000 խորանարդ մետր նավթի պահեստ է նաև խոցվել։ Գենշտաբը հայտարարում է, որ նաև հարվածներ է հասցրել Կաբարդինկոյի ուրեմն ռադիոէլեկտրոնային պայքարի ռադիոլոկացիոն կայարանի դեմ, ինչպես նաև Սարատովի շրջանում նավթի արտահանման հնարավորության դեմ։ Հունիսի 9-ին եւ 10-ին հարվածներ են հասցվել ուրեմն ուկրաինական կողմից պահեստներին, կառավարման կենտրոններին եւ լոգիստիկային։ Ուկրաինական բանակը հայտարարել է, որ հունիսի 9-ին եւ 10-ին հարվածներ է հասցրել Պրոխորովկայի ուղղությամբ, սա Բելգորոդի շրջան է, որտեղ որ պահեստ կար զինամթերքի, նաև կառավարման կետերին Բելգորոդի, Կուրսկի, Դոնեցկի շրջաններին, ինչպես նաև ԱԹՍ-ների կառավարման կենտրոններին Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի շրջաններին։ Ուկրաինական կողմը հայտարարել է 8 նաև նավթամթերքի պահեստի խոցման եւ 9 ուրեմն նավթամթերքի պահեստի այսինքն 8 ոչնչացման, իսկ 9 խոցման, այդ թվում Մարիուպոլի նավահանգստում կոնկրետ, ինչը բավականին լուրջ է։ Հունիսի 10-ին հարվածներ են հասցվել կոնկրետ նավահանգստին եւ այդ թվում այո Ղրիմում եւ թանգարանին Ղրիմում։ Հունիսի 10-ին այո Սևաստոպոլում հարված են հասցրել Սևաստոպոլի թանգարանին, չգիտես
կոնկրետ պատճառը հասկանալի չէ իրականում, կարող է միամիտ է դա տեղի ունեցել, կամ սիմվոլիկ ինչ-որ հարված է։ Ռուսաստանի գուբերնատորը այդտեղ Ռազվոժաևը հայտարարել է, որ ԱԹՍ-ները ուրեմն պատմական սիմվոլին են խոցել Ղրիմի։ Գուցե ավելի մանրամասն տեղյակ չեմ, բայց գուցե դա ռուսական սիմվոլ է, այսպես ասեմ, հիմա դրա մեջ չեմ շատ խորանում, գուցե այդ պատճառով են խոցել։ Ալ Ջազիրան նաև տեղեկացնում էր, որ լուրջ հարվածներ են Մարիուպոլին ուրեմն հասցվել, որի հետևանքով հոսանք էր անջատվել եւ այդտեղ խոցվել էին էլեկտրոկայաններ, ռադարներ եւ վառելիքի պահեստներ։ Կիևը նաև հայտարարել է, որ լրջագույն ձևով խափանել է Մարիուպոլի նավահանգստի գործունեությունը։ Հունիսի 10-ին եւ 11-ին հարվածներ են հասցվել նավթի մշակման գործարաններին Ռուսաստանում։ Reuters-ը հայտարարել է, որ հունիսի 10-ին ուկրաինացիք հարվածներ են հասցրել հարավային Ռուսաստանին, այդ թվում Կրասնոդարում Աֆիպսկի նավթամշակման գործարանին, որը գլխավոր գործարաններից մեկն է, որը մատակարարում է ռուսական բանակը Ուկրաինան, որտեղ մոտ է, որից հետո այդտեղ հրդեհ էր։ Հունիսի 8-ին նաև Սամարայի ուղղությամբ ուկրաինացիք լուրջ հարվածներ են հասցրել։ Պետք է ասել, որ հանրային կարծիքը Ռուսաստանում սկսում է ավելի փոխվել եւ վատթարանալ։ Ռազմական բլոգերները հայտարարում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ունակ չէ պաշտպանել Ղրիմը եւ հարավային Ուկրաինան հարվածներից եւ քննադատում են ռուսական պաշտպանության նախարարության գործունեությունը։ Ռուսաստանը փորձում է հզորացնել իր հակաօդային պաշտպանությունը, կառուցել ժամանակավոր կամուրջներ, բացի դրանից հայտարարում են, որ իրանք խոցել են ուրեմն ԱԹՍ-ներ, շարունակում են խոցել ԱԹՍ-ներ, շարունակում են կրակել դեպի ուկրաինական կողմ։ Բախմուտի ուղղությամբ հունիսի 10-ին կարող ենք ասել, որ ուկրաինական ռազմական վերլուծաբան Կոնստանտին Մաշովեցը հայտարարել է, որ ռուսական խմբերը Բախմուտ եւ Ջերզինսկը կարողացել են խորանալ Կոնստանտինովկայի ուղղությամբ, հասել են քաղաքի մոտ տարածքներին եւ Կոնստանտինովկայի համար պայքարները հիմա պատերազմը ակտիվացել է։ Հունիսի 10-ին ռուսական ԱԹՍ-ի միջոցով կարողացել են նաեւ հարվածներ հասցնել ռուսները այդտեղ, ուրեմն որը Չեռնոբիլի հատվածում են հարված հասցրել եւ դա բավականին լուրջ է նաեւ եւ լրջագույն խնդիր կարա լինել Ուկրաինայի համար։ Ռադիոակտիվ նյութերի ուղղությամբ տեսնում եք, Ռուսաստանը ինչ է անում։ Հիմա այս պայդրությամբ պետք է ասել ռազմավարությունը հետևյալն է, վերջի շաբաթվա ընթացքում Կիևը իրոք կարողացել է պաշտպանության համակարգից անցնել միջև լրջագույն շաբաթների ընթացքում, հատկապես մեկ շաբաթի, կարողացել է հասնել լրջագույն ռազմավարական եւ մարտավարական հարվածներին խորքում, շրջափակման մեջ գցել փաստացի Ղրիմը, շարունակել հիմա այս շրջափակումը եւ ուկրաինական կողմը իհարկե իմ պատկերացումով շարունակելու է գործողությունները, որոնք ուղղված են Ղրիմի էլ ավելի շրջափակմանը, ճանապարհների փակմանը։ Ուկրաինական կողմը իհարկե հիմա էլ ավելի է խոցելու նավթի մշակման կետերը, որովհետեւ Ռուսաստանը հիմա թույլ է ավելի բարդ իրավիճակում է գտնվում այս նավթի պատճառով եւ ուստի այդ ուղղությամբ անելիքը շատ ավելի կարեւոր է, շատ ավելի անհրաժեշտ է, հարգելի հայրենակիցներ, եւ Ուկրաինան փորձում է ռազմավարական լուրջ վնասներ հասցնել Ռուսաստանին, ստացվում է դա, եւ հիմա ես ուզում եմ ամփոփելիս արդեն ասեմ, որ այս ամենը նրա շնորհիվ է տեղի ունենում, որ Ուկրաինան ճիշտ հաշվարկներ է արել, ճիշտ տեխնոլոգիաներ է կիրառում, իր ժամանակին լուրջ քայլեր է անում եւ կարողանում է Ռուսաստանին հասցնել շատ լուրջ հարվածներ եւ թույլատրել Ռուսաստանի դիրքերը։ Հիմա մենք սա անպայման պետք է հաշվի առնենք, այսինքն Ռուսաստանի իրավիճակը մենք չպետք է շարժվենք նրանից, մեզ դուր է գալի Ռուսաստանը, թե դուր չէ գալի Ռուսաստանը եւ այլն։ Պետությունները այդպես չեն շարժվում։ Իհարկե մեր համար ընդունելի չէ Ռուսաստանի շատ եւ շատ մոտեցումները, բայց մենք պետք է հիմնվենք պետական սահերի վրա եւ հիմա հաշվարկենք այս իրավիճակում արևելյան միջերկրական ծովում տեղի ունեցող իրավիճակում, որը երեք ենք ձեր հետ միասին քննարկել, Թուրքիայի աճող ազդեցության ֆոնին մերձավոր արևելքում, Ռուսաստանի նվազող ազդեցության ֆոնին
արևմուտքի պահպանվող ազդեցության ֆոնին եւ հնարավորությունների ֆոնին, արդյոք Հայաստանը կարող է իրան թույլ տալ հայտնվել միայն Ռուսաստանի ոչ միայն դաշնակից, այլ ազդեցության գոտի։ Արդյոք Հայաստանը կարող էր իրան թույլ տալ, որ Հայաստանը կառավարեր գործակալական ցանց, որը կկատարեր Ռուսաստանի պահանջները, որովհետեւ Հայաստանում իրանք ուրիշ իշխանություն բացի Մոսկվայից նշանակելու չունեն եւ դրա զուգահեռ իրանց միլիարդների, իրանց անձնական սեփական շահերի պատճառով իրանք պատրաստ կլինեին Հայաստանի Հանրապետությունը վտանգի տակ դնել։ Կամ զուգահեռ դրա, ինչը շատ կարևոր է ասել, որ պոպուլիստական հայտարարությունները Թուրքիայի դեմ մեզ շատ խոցելի եւ վտանգավոր իրավիճակում են հայտնվում ենք այդ իրավիճակի հետևանքով։ Ընդ որում իրանք սա հայտարարում են ինչպես այսպիսի հայրենասիրություն, ինչպես գիտեք, պայքար, հայրենասիրություն եւ այլն, բայց իրականում մեծագույն լրջագույն խնդիրներ են ստեղծում եւ ես ասում եմ, պնդում եմ, որ հայրենասիրությունը այն է, ինչ մենք ձեր հետ միասին անում ենք, այսինքն հաշվարկում ենք այնպես, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունը բարդ իրավիճակում չգտնվի, թե չէ հայտարարություններ անել նրա մասին, որ որևէ տրամաբանության հայտարարություններ անել, ինչպես իրանք են շատերը անում, պոպուլիստական, դա խնդիր չէ։ Մեկ վայրկյանը պետք ես էլ կարող եմ այդ հայտարարությունները անեմ, բայց ես չեմ անում, որովհետև մենք էլ չպետք է անենք, մենք պետք է սովորենք ձեր հետ միասին, ինչպես ազգ, ինչպես հանրություն, որ մենք պետք է հիմնվենք պետական շահի վրա, մենք պետք է մտածենք պետության մասին, ոչ թե մեր ցանկությունների, ոչ թե մեր էմոցիաների, ոչ թե մեր ցավերի եւ վերքերի մասին, այլ պետության շահի մասին։ Մենք այլևս համայնք չենք, մենք ժողովուրդ չենք, մենք պետություն ենք, պետականություն ունեցող ժողովուրդ, այլ ոչ թե պետականություն չունեցող ժողովուրդ։ Դա շատ կարևոր է, ուստի հաշվի առնելով այս իրավիճակը մենք եւ ես գիտեք առաջարկեցի երեք իմ եթերներից մեկում, որովհետեւ Ռուսաստանը բավականին վտանգավոր շարունակում է մնալ առհասարակ, բացի դրանից Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մեր շահերից բխում է, այդ իսկ պատճառով ես հայտարարեցի, որ Հայաստանի հետ հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է նոր էջից սկսվեն։ Դա ինչ ես առաջարկում եմ, այդ թվում իմ առաջարկն է դա ռուսաստանցի մեր գործընկերներին եւ վարչապետ Փաշինյանը մոտավորապես նույն բանն է ասում, գուցե մի քիչ ուրիշ բառապաշարով, բայց տրամաբանությունը նույնն է։ Կիսում եմ վարչապետի մոտեցումը, ես էլ իմ ուղղությամբ նույն առաջարկներն եմ անում, որովհետեւ այո, Հայաստանի շահից բխում է նոր էջից սկսել եւ նորմալ հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը որևէ ձև թույլ չի տա եւ դուք գիտեք ես ինչքան ջանք եմ ուղղել այն ուղղությամբ, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակ չստանա, Հայաստանի ինքնիշխանությունը մենք ոչ մեկին զիջելու չունենք եւ Հայաստանը պետք է շատ պինդ պահի պահպանի իր սեփական ինքնիշխանությունը, պետականությունը եւ շարժվի շատ ակտիվ ուրեմն դեպի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն գլխավոր առումով հիմնված Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների եւ Եվրոպական միությունում ինտեգրման գործընթացին միևնույն ժամանակ պահպանելով լավ հարաբերություններ բոլոր հնարավոր պետությունների հետ, այդ թվում առաջերտին հարևանների հետ։ Ուստի տեսնելով այս ամենը իհարկե մենք նաեւ կարևորում ենք եւ ես չեմ կարող ընդունել իհարկե որևէ մեկը երբ ասում է Զելենսկին ինչի պետք է գարի Երևան, որովհետեւ մենք տեսնում ենք որ ուկրաինական պետությունը հզոր է, ուկրաինական պետությունը պինդ ոտքի վրա կանգնած է, հայկական կողմը ուզում է ուկրաինական պետության հետ նաև ունենալ հարաբերություններ եւ համոզված եմ, որ մենք նաև կարող ենք ուկրաինական ինչ-ինչ փորձը հաշվի առնել զինված ուժերի առումով, որ Հայաստանը ավելի լավ պատրաստ լինի հավանական եւ հնարավոր որևէ սպառնալիքներին պետականության։ Այս ամենը շատ կարեւոր է, ուստի դուք տեսնում եք, որ մենք ձեր հետ միասին շարունակում ենք մեր աշխատանքը, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով աջակցում են իմ գործունեությանը, լայքելով, մեկնաբանելով, բաժանորդագրվելով, առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով անդամ է դառնում Ալիքի YouTube-ում կամ Patreon-ում եւ աջակցում է այսպես Ալիքի եւ իմ գործունեությանը, որը դուք գիտեք, շատ ավելի մեծ ծավալ ունի, քան միայն այս Ալիքը, ալիքները, հայալեզու, ռուսալեզու, վրացալեզու, անգլալեզու, ուստի հորդորում եմ ձեզ, որ հնարավորության դեպքում շարունակեք եւ ավելի աճեցնեք նաեւ նոր մարդիկ էլ միանան աջակցության այդ տրամաբանությանը, այս ամենը կլինի մեկնաբանությունում, այստեղ կա շնորհակալություն կոճակ, այստեղ կա PayPal-ի հղում, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը։ Կհանդիպենք հարգելի այրենակիցներ, ցտեսություն։